Բացական մատանիներ այն մոտ իմ ամուսնու ձեռքի աշխատանքներն է, գիտեք, ինքը ձեռքով այս ամեն ինչը պատրաստում։ Այո, ինքը մետաղից զարդ է ստանում։ Ինչ է աշխատում մեկը Դե որովհետև այո, ինքը այսինքն ֆորմա չի, լիցիո չի։ Զրոյական մետաղից ինքը զարդ է ստանում։ Իր ոսկին է դեպքում պահպանում է իր խտությունը։ Ֆունկը մենք գնում ենք շուկայից այդ օրվա կուրսով հատուկ տեղից ումկը գնում ենք։ Ու մենակ աշխատում ենք չիստատայով, տրիձիվյատկայով։ Դրանով բացում ենք, ստանում ենք ումկը։ Ողեկի կանապից։ Ոչինչ, նորմալ է, չենք ողոքում։ Բայց իհարկե հիմա ոսկու գինը որ բարձրացել է, մի փոքր լճացել է։ Գործը ասեմ, ես ձեզ շատ է բարձրացել ոսկին։ Դե դա կախված է միջազգային շուկայի հետ։ Իսկ դա կախված է պատերազմներից, ասեմ ձեզ։ Պատերազմները ուտում են ոսկին։ Սպորտ հանրացուներ կան, հաճախորդները նույն ձևով ունենում եք, նույն թվով ունենում եք։ Ոչ, նույն ձևով չենք ունենում։ Հաճախորդների պակասներ։ Այո, իհարկե։ Հարկերը նաև բարձրացրել են, շատ ընթացքարողներ բողոքում են, բողոքներ ունեք այս առնչությամբ, ինչպես է անդրադարձել այս բարձրացումները։ Դե իհարկե բարձրացումն էլ է անդրադարձել մեր վրա, ոնց կարող է չանդրադառնալ։ Նամանավանդ ոսկու գինը բարձրացել է, առևտուրը քչացել է, պարզ է որ հարկերի բարձրացումն էլ է մեր վրա ազդ է։ Բայց գիտեք ինչ, չգիտեմ ինչ ասեմ, պիտի կարելի է վերանայել, բայց եթե մեր երկրի համար այդպես են գտել տնտեսվարողները, ուրեմն մենք պիտի դրա հետ հաշտվենք ու հարմարվենք։ Մենակ դե դա լինի օգուտ մեր երկրի։ Իմանա մեր հարկերը գնում է ի բարօրություն։ Պատրաստվում եք հայտարարագիր ներկայացնել։ Այո, պատրաստում եմ ներկայացնել հայտարարագիր, այո։ Հայտարարագրի, ոչ մի բացասական չեմ վերաբերվում։ Դե ինչ որտեղ հնարավոր է, ինչ որտեղ չեմ կարծում, որ ինքը ամբողջովին հնարավոր կլինի, ես մտածում եմ, բայց ինչ որտեղ այո, որոշ բաներ իհարկե հնարավոր է, որը որ թափանցիկ չի եղել, ստվերային է եղել, իհարկե հնարավոր կլինի։ Ստվերից դուրս բերել, էլի։ Այսօր ինչքան է ոսկի հասցրել վաճառել։ Այսօր արդեն 3 հատ վաճառել եմ, բայց այս 4 օրը ոչ մի բան չի վաճառել, ասեմ ես ձեզ այսօր դից է, էլի օրը գիտի։ Հա։ Գները ամփոփ ներկայացրեք, ինչ հաշեն պատանիները։ Ամեն մեկը իր արժեքը ունի, ամեն զարդ, ըստ իր աշխատանքից է կախված։ Քարերով ուրիշ արժեք ունի, առանց քարերին էլ լրիվ ուրիշ արժեք ունի։ Եվ քարերով այսօր ասացի, քարերով ինչ արժեք։ Օրինակ նայեք, այս մեկը, որ ես վաճառել եմ, ինքը արժի 190,000 դրամ, քարերով է ինքը, հա։ Իսկ մյուսները ավելի մատչելի է ավելի մատչելի է արդեն ըստ քաշից, ըստ աշխատանքից է, էլի կախված։ Դե նայեք, էժանը հիմա, քանի որ ոսկին շատ է բարձրացել, նայեք, պատկերացրեք, որ 3 գրամ ոսկին արդեն իսկ ինքը 80-85,000 դրամ է, այսինքն դրանից էժան արդեն չի լինում, 3 գրամը սկսած, էլի։ Գրամը ինչքան արժի։ Գրամը այսօր արժի 25,000 դրամ։ Ու դրան արդեն գումարվում է աշխատանքը, նայած արդեն ինչ կան։ Կա որ գումարվում է $5, $6, $10 ըստ աշխատանքի։ Տատանվում է, էլի այսինքն։